Ես չգիտեմ ինքը ինչի, ես չգիտեմ ինքը։ Ես էլ եմ պատրաստվում հարմար առիթի, եթե հրավեր լինի, այցելեմ Ադրբեջան եւ ակնկալում եմ, որ իմ գործընկերը հրավիրում եմ, որ իմ գործընկերը նույնպես այցելի Երևան, իսկ խաղաղության չափորոշիչը իմ համար դա մեր երեխաների չզոհվելն է։ Մեր երկստեք իրար նկատմամբ քաղաքական ագրեսիվ հայտարարություն չանելն է։ Դուք չէիք գալիս ստեղ ազգային ժողով ինձ ասում եք Ալիևը ասում է, դուք ասում եք լավ բաներ, իսկ ինքը վատ բաներ ասում, դուք ճանաչում եք ինքը չի ճանաչում, դուք ասում եք խաղաղություն ինքը հարձակվում է, ասել եք թե չեք ասել, դուք ինձ ստեղ։ Խնդրում եմ պատասխանեք։ Ասել եք, չէ՞։ Բա հիմա, հա? Հիմա ինչ եք ասում։ Այսինքն հիմա Ալիևը խոսում է խաղաղությունից, խոսում է, որ մենք իրար հետ առևտուր ենք անում, բա դրա մասին ինչի հիմա չեք խոսում, չեք թմկահարում։ Դե բան փոխվել է, թե պետք է Ռուզանի ասած մի հատ հայտարարություն անենք, մի հատ դրոշ վառենք, ուրախանանք, գնանք բոլորս լսի, բանն է, մի հատ դրոշ վառենք, բոլորս մի հատ վատ կոմենտ գրենք, ասենք, հերոս եմ, գրել եմ վատ կոմենտ։ Զուգահեռ չի փոխվել, Կոշտ ռետորաբանությունը բանակցելու համար է, մենք էլ ենք կոշտ ռետորաբանությամբ խոսում եւ դա նույնպես բանակցելու համար է, դա քաղաքականություն է կոչվում։ Բաքում ռազմորկայի տրամաբանությամբ եւ գողական կներեք քրեական ենթամշակույթով խնդրում եմ մի առաջնորդվեք։ Ես կարող եմ այդտեղ մեծ բաներ խոսել եւ թքած ունենալ, որ, չգիտեմ, սահմանի վրա հեսա կպատերազմ կսկսի։ Ինչ անում են մեր այսօրվա անդիմադիր գործիչները։ Տանում են առաջ հակառակորդի, քաղաքական հակառակորդների նարատիվները, հա, կրկնում են դրանք, պաս են տալիս, որպեսզի այդ հարցը հրահարեն նաեւ խաղալով մարդկանց էմոցիաների վրա։